Համեցեք։ Ուղղված է Նիկոլ Փաշինյանին։ Վերջերս կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ դուք կրկին անդրադարձաք ավտոբուսների երթևեկությանը։ Գնացել եք կանգառ եւ մեծ ողջավորությամբ պատմում եք այսօր առավոտյան մի որոշ ժամանակ կանգառում կանգնել եմ ավտոբուսը, որ գալիս է։ Այնուամենայնիվ դուք զարմանում եք, թեև շատ ավտոբուսներ են գալիս, սակայն ավտոբուսները դադարք են եւ եզրակացնում եք, որ ուղևորցի գումարը ներառում է այդ ավտոբուսի աշխատանքի ծախսը, բայց դատարկ պտույտի համար ով պետք է վճարի։ Նշեմ, որ այդպես կոչված տրանսպորտային բարեփոխումների շնորհիվ Երևանի փոքր թաղամասերից տրանսպորտը կամ ընդհանրապես վերացվել է, կամ էլ օրինակ պահանջարկված երկու երթուղիների փոխարեն ներդրվել է ոչ պիտանի անիմաստ մեկ երթուղի, իսկ այդ ման ավտոբուսները սպասարկում են միայն կենտրոնական փողոցները։ Այսինքն այդ բարեփոխումների շնորհիվ դուք այդ փոքր թաղամասերի բնակիչներին զրկել եք տեղափոխման իրավունքից։ Նաև ուզում եմ հիշեցնել ձեր մյուս բառերը, որ նախկինում տրանսպորտային ցած գոյություն չուներ եւ դուք հիմա եք դա ստեղծում։ Հարցերս, քանի որ դուք նկատեցիք, որ ավտոբուսները գալիս են, սակայն իրենք դադարք են։ Հարցս առաջինն է. արդյոք դա չի նշանակում, որ տրանսպորտային երթուղային նոր ցանցը թերի է, այսինքն սխալ է նախագծված, քանի որ այդ նոր երթուղային ցանցը չի ապահովում ուղևորների լիարժեք հոսքը։ Երկրորդը, արդյոք դա չի նշանակում, որ այդ ման ավտոբուսները այդքան էլ արդյունավետ չեն Երևանի փոքր փողոցների համար, քանի որ այն ժամանակ, երբ ըստ ձեզ տրանսպորտային ցանց չկար, A կետից B կետ հնարավոր էր հասնել 15-ից 20 րոպեի ընթացքում։ Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, համեցեք։ Դահլիճում աղմուկ է, հարգելի գործընկերներ։ Շնորհակալ եմ Տիկին Գասպարյան հարցի համար։ Երբ ես խոսել եմ դատարկ ավտոբուսների մասին, խոսել եմ Կիրակի առավոտյան օրվա մասին։ Ես Կիրակի առավոտներն եմ շուտ արթնանում եւ երբ որ քաղաքում շրջում եմ, տեսնում եմ բազմաթիվ ավտոբուսներ եւ այո դատարկ։ Նույնիսկ կեսօրին մոտ է դատարկ լինում Կիրակի օրը, բայց ես կարող եմ ասել, որ երկուշաբթի օրը ավտոբուսով գնացել եմ աշխատանքի եւ նաեւ ավտոբուսի ժողովրդի հետ կիսվեցի, որ այդ ժամին այդքան լիքը այս ընթացքում գոնե առաջին անգամ եմ տեսնում եւ այո կարող եմ նրանք ովքեր առավոտյան աշխատանքի են գնում ամենայն դեպս են տարածքներում, որ ես տեսնում եմ, պետք է արձանագրեմ, որ ավտոբուսների շատ մեծ հոսք կա, իրոք կանգառում կանգնում ես, անընդհատ ավտոբուս է գալիս, ու դա անկեղծ ասած շատ ուրախացնող փաստ է։ Երկրորդը, քաղաքական առումով ես հասկանում եմ, բայց եթե ձեր խնդիրը գործնական է, ես ձեզ իհարկե Երևանի քաղաքապետը եւ ավագանու անդամները հույս ունեմ, որ լսում են կամ կլսեն, կամ եթե նույնիսկ հիմա չեն լսում, ես իրենց ուշադրությունը կհրավիրեմ այս խոսակցությունը, բայց բացի քաղաքական հատվածից, եթե ձեր ոչ թե եթե, ես հասկանում եմ, որ ձեր խնդիրը նաև գործնական է, ես կխնդրեի նման դեպքերում ուղիղ առաջարկությամբ դիմել Երևանի քաղաքապետին, Երևանի ավագանուն եւ երթուղիների մասին տալ առաջարկներ եւ լսել արձագանքները, չնայած ասում եմ, ես ոչ թե ուզում եմ ձեզ նոր բան, ուզում եմ նեղություն տալ ձեզ, ես ինքս էլ, բայց եթե ուշադրությունը հրավիրեմ հարց ծագելու, որ փողոցի մասին է խոսքը, ինչի մասին է խոսքը, ես նկատի ունեմ այդ կոնկրետության մեջ խորհուրդ կտամ, լավ, ուզում եք ինձ գրեք, ես կվերահասցեագրեմ Երևանի քաղաքապետին կամ ավագանուն եւ նաև կհանձնարարեմ, որպեսզի դիտարկեն հնարավոր տարբերակները։ Ինչ վերաբերում է էֆեկտիվությանը, ես իհարկե չեմ ասի, որ ամեն օր եմ տրանսպորտով երթևեկում, բայց ինչքան երթևեկում եմ, այս նոր տրանսպորտային ցանցը
շատ հարմար է եւ ուզում եմ նաեւ մի տպավորությամբ կիսվել, այն սկզբնական շրջանում այդ վալիդատորներ աշխատելու, տոմս գնելու հետ կապված խնդիրներ որ կան, ես իմ օրինակով եմ ասում, որ ուրիշ չնեղանա, գիտելիքի խնդիր է ընդհանրապես։ Մենք պետք է իմանալ դա ոնց անել։ Որտեւ ասենք վերջին անգամ էլ որ ավտոբուսից օգտվում էի, էլի երևի մարդիկ արդեն գիտեն, հենց կողքի ուղևորը խորհուրդ տվեց, ասեց, որ ձեր քարտը պետքա կպցնեք, ոչ թե շատ քիչ հեռավորության վրա պահեք, կպցնեք եւ դա աշխատեց։ Եվ մետրոյի դեպքում եւ այսինքն նախկինում եթե ես էլ անդադ խնդրեմ էի ունենում, հիմա չեմ ունենում խնդրեմ, որովհետեւ այսինքն եւ հիմա հետահայաց հասկանում եմ մեծ հավանականությամբ ինչքան խնդիր եղել է, իմ չիմացության պատճառով ա եղել, դե նոր սարքա վերջը, ամեն նոր սարքի էլ առնչվելիս ինչ որ մի բան նենց չի գնում։ Ես կրկին նշեմ, որ առաջ որ դուք ասում եք, ավարտեմ հարցս, 15 րոպեում ենք հասնում A կետից B կետ, իսկ հիմա հնարավոր չի հասնել, կամ էլ 2 ժամ մոտ պետք է ծախսել այդ ճանապարհի վրա, դա մեկ, երկրորդն էլ, ես ասեմ փոքր թաղամասերում, փոքր փողոցները, այդ ման ավտոբուսները, մեծ ավտոբուսների չեն սպասարկում, իսկ տրանսպորտը ընդից համվել է կամ երթուղիները միավորել են, լավարկում են արել եւ անիմաստ երթուղիներ են դրել։ Դրա մասին արդեն մի տարծ ավելա բարձրացնում եմ հարցը, քաղաքապետարանի հետ նամակագրություն ա եղել եւ իրենցից ոչ մի ինչ որ առաջարկ, որ եկեք քննարկենք, ես ձեզ ասեմ, եւ այդ բարեփոխումները անիմաստ են, քանի որ իրենք մարդկանց տեղափոխման հարցը չեն շնորհակալ։ Տիկին Գասպարյան, տեսեք, փոքր փողոց մենք տենց ավտոբուս չունենք հանրապետությունում, որի վրա գրած է, ասենք հանրապետության հրապարակ փոքր փողոց։ Ես դրա համար խնդրում եմ, ասում եմ, ասեք, այս ինչ փողոցից, այս ինչ փողոցը, այն ինչ փողոցից, այն ինչ փողոցը, խնդրեմը հասկանանք, եթե խնդիրն այն չի, որ տեսական փոքր փողոցների տեսական փորձի վրա հիմնավորենք, որ պրակտիկ բարեփոխումը անիմաստ է, մենք ես պատրաստ եմ, ես էլ աջակցեմ, տեսնենք ինչն է խնդիրը։ Ասում եք առաջ հնարավոր էր հասնել 15 րոպեում, հիմա հնարավոր է հասնել, չգիտեմ, 2 ժամում, առաջ Երևանի փողոցներում կար X թվով ավտոմեքենա, հիմա Երևանի փողոցներով կա X անգամ առնվազն 4 ավտոմեքենա։ Այսինքն այդ մենակ ավտոբուսի շարժից չի կախված, կախված է նաև խցանման եւ այլնի հազար մի գործոնից։ Բայց ելի եմ ասում, ես ինձ համար, ես իհարկե կարճ տարածություն եմ կտրում, բայց ինձ համար ես միշտ ժամերը հաշվում եմ եւ բավականին խելամիտ ժամանակում եմ հասնում տեղ։ Ես դեմ չեմ, ես ընդունում եմ, որ կարող է լինել Երևանի A կետ, որտեղից B կետ հասնելը խնդրեմ լինի։ Դրա համար ասում եմ, եկեք փոքր փողոցների տրամաբանությունը, փոքր փողոցներին անուն տանք։ Որ փողոցի մասին է խոսքը եւ այդ փողոցից որ փողոց ենք ուզում գնալ։ Էս էլ է կարևոր, կարող է A կետից B կետ գնալը խնդիր է, բայց A կետից D կետ գնալը խնդիր չի եւ այսինքն բալանսի մեջ պետք է նայենք։ Եվ իմիջայլոց տոմսային համակարգի անսահմանափակ այդ տոմսերի իմաստն է նա, որ մարդը կապված չլինի իր ուղևորությունը չկապի մի ավտոբուսի հետ։ Այլ նայի, քանի որ ինքը չի վճարելու անդադ, եկել է այս ավտոբուսը, մոտավոր այդ ուղղությամբ, գնա անտեղից երկրորդը նստի, երկրորդից երրորդը, երրորդից չորրորդը եւ այդպես շարունակ։ Շատ լավ, դեմ չեմ, խնդրում եմ կոնկրետ փողոցներով ասեք, կտեսնենք։ Շատ լավ չեք ուզում մի գրեք, ուրեմն հաջորդ անգամ եկամ էլի հարցը կտակ, նույն հարցը կունենա, նույն պատասխանը։ Հարգելի նախարարներ, հարգելի պատգամավորներ, դալիճում աղմուկ է, հարգելի պատգամավորներ, Գեղամ Նազարյան